Давайте. Եկեք կներեք։ 1 2 3 1 2 3 4 առողջության վերաբերյալ հարցեր։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձևես շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք, արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Այսօր զրուցելու եմ կլինիկական սննդաբան Ժասմենա Չախալյանի հետ։ Ողջույն Ժասմենա։ Ողջույն Մարիամ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալություն առաջարկի համար։ Ժասմենա, ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է հարց տալ արհեստական բանականությանը եւ ստանալ մշակված սննդակարգ։ Իրականում տեխնոլոգիաներին շատ լավ եմ վերաբերվում ու շատ ուրախալի է, որ նման զարգացում է գնում, սակայն դա ունի նաև իր վտանգները, քանի որ արհեստական բանականությունը սննդակարգ տալուց առաջ չի կարող հաշվարկել տվյալ հաճախորդի, տվյալ մարդու առողջական խնդիրները, այսինքն կարող է կազմել սննդակարգ առանց կլինիկական լոգիկայի, մտածողության, առանց հարցեր տալու, որոնք կարող են ջրի երես հանել տարբեր խնդիրներ, որը տվյալ մարդը ունի, այսինքն երբ որ մենք պարզապես հողում ենք ուղարկում արհեստական բանականությանը ու տալ սննդակարգ, որը մեզ կնիհարեցնի, նա հաշվի չի առնի արդյոք տվյալ մարդը ունի առողջական որևիցե խնդիր, ինչն է իրեն անհանգստացնում, որպեսզի ավելի ինդիվիդուալ սննդակարգ տա նրան։ Իսկ դուք երբևէ արհեստական բանականությանը պարզապես փորձելու համար հարցրել եք, որ հասկանաք, թե ինչ սխալներ են նա թույլ տալիս։ Իրականում եղել է եւ պատկերացրեք, որ բավականին սխալներ նկատել եմ, որ անում է հատկապես կալորիաների հաշվարկում, այսպես ավելի ընդհանրացված է անում, որոնք են սննդաբանությանը առնչվող այն հարցերը, որ մարդը երբեք չպետք է տա արհեստական բանականությանը։ Հետաքրքիր հարց է, կարծում եմ առողջության վերաբերյալ հարցեր, հատկապես դեֆիցիտների հետ կապված վիտամինների եւ միներալների, այսինքն հարցեր, օրինակ, քանի կապսուլա վիտամին D պետք ինձ խմել, օրինակի համար, չուղարկել անալիզները, որպեսզի այս անալիզների վերլուծություն անի, որովհետև նորից եմ ասում, դա պարզապես կտրված ինֆորմացիա է, ամբողջական անամնեզը կարա միայն մասնագետը, երբ որ նստում է եւ տետ-արտետ տվյալ մարդու հետ խոսում է։ Եթե արհեստական բանականությունը 95% ճշգրտությամբ գրի նույն սննդակարգը, ինչ որ դուք եք գրել, դա ձեզ համար կդիտվի որպես մրցակցություն, թե հակառակը որպես օգտակար գործիք։ Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը ավելի շատ գործիք է, ինստրումենտ է, այսպես ասված, իսկ սննդաբանը դա կրիտիկական մտածողությունն է, հոգատարությունն է, էմպաթիան է, այսինքն ամեն դեպքում արհեստական բանականությունը լիարժեք չի կարող փոխարինել թե սննդաբաներին, թե հոգեբաներին, այսպես օգնող պրոֆեսիաների մասին եթե խոսամ, բժիշկներ եւ այլն, որտեղ որ մարդկային գործոնը շատ մեծ է, որովհետեւ նույն տված ռեկոմենդացիաները սննդաբանի կլինի սննդակարգի հետ կապված, թե վիտամիններ, միներալների դեֆիցիտների, նրանց լրացնելու համար տվյալ մասնագետը պատասխանատվություն է կրում։ Իսկ արհեստական բանականությունը ոչ մի պարտականություն չի կրի իր տված ռեկոմենդացիաների համար։ Արհեստական բանականությունը ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը ոչ ոք չունի։ Խոսքը 24/7 ռեժիմով հասանելիության մասին է։ Եթե մենք օրինակ գիշերը ժամը 4-ին կարող ենք ChatGPT-ին հարցնել վաղ առավոտյան ինչ ուտեմ, մենք դա սննդաբանի դեպքում իհարկե չենք կարող անել, սա մտավախություն չի առաջացնում ձեզ մոտ։ Ոչ այնքան, որովհետև ինչ եմ այդպես կարծում, քանի որ յուրաքանչյուր մասնագետ կարիք ունի այդ հանգստի, այսպես ասած, որովհետև եթե դու 24/7 աշխատես առանց հանգստանալ, բնականաբար դու արհեստական բանականություն չես ու դա կազդի արդեն քո աշխատանքի որակի վրա, ու նորից եմ ասում, արհեստական բանականությունը, եթե անգամ 24/7 հասանելիություն ունի, դա չի փոխարինում այն, որ նա չի կարող փոխանցել այդ մարդկային էմպաթիան, կրիտիկական մտածողությունը, եւ 5%-ով, բայց այնուամենայնիվ սխալվելու հավանականությունը։ Իմ գործընկեր արհեստական բանականությունը, նույն ինքը Աբոն, այս պահին արձակուրդում է, առաջարկում եմ տեսակապով միանանք նրան եւ տեսնենք, թե ինչ նորություններ է պատրաստել։ Աբո, դու մեզ լսում ես։ Աբո։ Այո, լսում եմ ձեզ։
Ողջույններ Եգիպտոսից, իմ արձակուրդը ինչպես տեսնում եք հիանալի է անցնում։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ նորություններ եմ առանձնացրել AI աշխարհից։ DeepSeek-ը թատերաբեմ մտավ և ցնցեց աշխարհը։ Չինական DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին ներկայացրեց R1 մոդելը, որը կործանարար ազդեցություն ունեցավ գլոբալ տեխնոլոգիական շուկայի վրա։ R1-ը հասավ անվճար հավելվածների ցանկի առաջին տեղին App Store-ում, գերազանցելով ChatGPT-ին։ OpenAI-ը ներկայացրել է նոր AI ագենտ, որը կարող է առանձին բրաուզերում կատարել առաջադրանքներ օգտատերերի փոխարեն։ Այն օգտագործում է Computer Using Agent մոդելը։ Նոր մոդելը կարող է լրացնել ձևեր, պատվիրել մթերք և նույնիսկ ստեղծել մեմեր, օգտագործելով սեփական բրաուզերը, սեղմելով, տպելով և ձևափոխելով էջերը։ Վատիկանն ընդունեց առաջին օրենքը արհեստական բանականության կարգավորման համար։ Վատիկան պետությունը հունվարի 1-ին ուժի մեջ մտցրեց իր առաջին կարգավորող հրամանագիրը արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ, արգելելով AI-ի խտրական օգտագործումը։ Սիրով, Abo News։ Շնորհակալություն Աբո։ Ժասմենը, հավանեցիք մեր Աբոյի պատրաստած նորությունները։ Ամենաշատը որ նորությունը ձեզ տպավորեց։ Որ ծրագրերից մեկը ChatGPT-ին գերազանցել է, հետաքրքիր է, գիտեի, որ այսպես ամենատոպ տարբերակները արհեստական բանականության ChatGPT-ն է։ Մի րոպե, ես էլ հարց ունեմ։ Ժասմենա ջան, իսկ ձեր կարծիքով A.B.-ի միջոցով հնարավոր է սովորել սննդաբանություն։ Հետաքրքիր հարց էր։ Իրականում չեմ կարող այս հարցին պատասխանել, դժվարանում է, բայց կարծում եմ, որ փորձի փոխանակումը, այսինքն այդ գիտելիքը ստանալ մասնագետներից, ովքեր որ տարիներ շարունակ կարդացել են գրքեր, սեփական փորձառությունը նաև ունեն հաճախորդների հետ, չէ՞ որ երբ որ մենք սովորում ենք համալսարանում, օրինակ այս բան Մեծ Բրիտանիայում եմ սովորում, դասախոսները փոխանցում են ոչ միայն գրքային ինֆորմացիան, որը քեզ նաև կարող է ChatGPT-ին փոխանցել, բայց նաև իրենց անձնական փորձ, այսինքն դու յուրաքանչյուրի ստանում ես իր փորձառությունը նաև։ Եղավ, շնորհակալություն պատասխանի համար։ Ես գնացի, հաջողություն։ Հաջողություն Աբո։ Ժասմենա, մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն խոսենք արհեստական բանականությունից, այլ նաև այն գործնականում կիրառենք։ Առաջարկում եմ հիմա արհեստական բանականությանը խնդրենք, որպեսզի նա ինչ-որ սննդակարգ կազմի։ Խնդրեմ։ Եկեք արհեստական բանականությանը տանք հետևյալ առաջադրանքը։ Խնդրում եմ պատկերացրու, որ դու լավագույն սննդաբաններից մեկն ես և կազմիր սննդակարգ շաքարային դիաբետ ունեցող մարդու համար, ով ունի լակտոզի նկատմամբ անտանելիություն։ Մեր ունկնդիրների համար ասենք, որ եթե չգիտեն լակտոզան որն է, դա կաթնամթերքի բնական շաքարն է։ Տանք առաջադրանք։ ChatGPT-ն նշում է, որ սա ընդհանուր օրինակային ծրագիր է, ոչ թե բժշկական անհատական դիետա, եւ կարծում եմ հենց այստեղից ցանում իր վրայից պատասխանատվությունը, որը որ մասնագետը շատ լավ է մտածել կրում է։ Առաջին օրը նախաճաշ, վարսակի փաթիներ ջրով կամ նուշի սոյայի կաթով, 1 եփված ձու, մի բուռ հատապտուղներ, ելակ հապալած, կանաչ թեյ կամ երիցուկի թեյ։ Վարսակը օգնում է շաքարի կայունացմանը։ Այստեղ Պլյուսը համարում եմ, որ վարսակի փաթիների հետ ավելացված է նաև ձու որպես սպիտակուց, միայն վարսակի փաթիները շատ ածխաջրային նախաճաշ կլիներ, բայց օրինակ նշված չի, որ պետք է վերցնել 15-ից 20 րոպեանոց եւ փող վարսակի շիլա, այսինքն հաճախորդը կարող վերցնել 2 րոպեանոց, որը պարզապես մաքրված է, այսինքն այնտեղ գլիկեմիկ ինդեքսը բավականին բարձր է, այստեղ շատ կարևոր է նշել կոնկրետ, որ ժամային այսպես տարբերակը կամ առհասարակ ցանկալի է ոչ թե փաթիները վերցնել, այլ հենց այդ արդեն հատիկավոր տեսակը վարսակի, որը ավելի երկար է եփվում։ Եփվածուն իդեալական է, հատապտուղները ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, շատ լավ է։ Ես այստեղ նաև կավելացնեի ճարպեր, որովհետև հենց ճարպերն են, որոնք որ կայունացնում են շաքարի այդ կալիբալյանները, այսինքն այստեղ կարելի ընդեղ են սերմեր վարսակի շիլայի մեջ ու ավելացնելով
1 ճաշի գթալ օրինակ սերմեր կամ ընդեղեն, մենք ինչ ենք անում, մենք ավելի երկարացնում ենք հագեցվածությունը, հա, միջանկյալ սնունդ որպես 1 խնձոր կամ տանց 10-15 գրամ նուշ կամ ընկույզ։ Ես առանձին միջանկյալ սնունդ չէի տա, իրեն կամ կմիացնեի նախաճաշի հետ կամ ճաշի հետ որպես դիսերտ։ Ճաշը եփված կամ գրիլ հավ, հնդկահավ կամ ձուկ, հնդկացորեն կամ քինոա, փոքր չափաբաժին, կանաչ աղցան, սպանախ, բրոկոլի, կանաչ պղպեղ, լիմոնի հյութ, ջութապտղի ձետ, սպանախն ու բրոկոլին լավ երկաթի աղբյուր են գրում է ChatGPT-ին։ Ճաշի հետ այստեղ ամեն ինչ կարգին է, բալանսավորված ափսեի սկզբունքով է։ Միակ բանը, որ ենթադրենք սա ընդամենը 1 օր է, եթե 1 շաբաթվա կտրվածքով իրան ասես գրի եւ ամեն օր ուղակի գրի եփված գրիլ հավ, հա, այդպես գարնիր եւ կողքը ինչ որ բանջարեղեն, շատ նմանօրինակ է ստացվում, հա, ու հաճախորդի համար ինչքան նմանօրինակ միապահ սննդակարգ է, այսինքն մենակ ոնց որ գրիլ միս, այդ սկզբունքով է առաջնորդվում, ինչ որ խավարդ, հա, բարձրացած ջրերի տեսքով ու աղցան, այսինքն չկա ինչ որ հետաքրքիր մտածված բաղադրատոմս, մատուցում, հա, այնքան ավելի դժվար կլինի երկարատև պահել այն։ Միջօրեական, այսինքն երկրորդ միջանկյալն է գրել ChatGPT-ին, նարինջ կամ կիվի, վիտամին C, լակտոզա չպարունակող մածուն կամ սոյայի մածուն։ Այս միջուտեստին միանշանակ դեմ եմ, հատկապես եթե ինքը ընկնում է ճաշի ինտրիքի արանքում, այսինքն մոտավորապես 4-ի 6-ի սահմանում, երեկոյան նման խնդիր ունեցող մարդուն նորից առաջարկել միրգ, չնայած ցիտրուսները միջին գլիկեմիկ ինդեքս ունեն, բայց ամեն դեպքում շատ լավ է, որ հաշվի առը, որ կա լակտազի անբավարարություն ու լակտոզա չպարունակող մածուն է առաջարկել, բայց ընդհանուր առմամբ կան նոր հետազոտություններ տվյալներ, որ կաթնամթերք ունեն բարձր ինսուլինովի ինդեքս, այսինքն առհասարակ ցանկացած կաթնամթերք, այո, հատկապես կաթը, կիսլամոլочные պրոդուկտները ավելի քիչ, բայց ամեն դեպքում ավելի ուշ ժամերի ցանկալի չի, իրանք ունեն ինսուլինապодобный ֆակտոր ռոստը 1, որը որ ցանկալի չի նմախնդրող մարդուն, այնպես որ ես այստեղ կամ սոյայի մածուն կթողնեի կամ նուշի յոգուրտ կամ կոկոսի յոգուրտ, հա, ինչ որ էս տարբերակները։ Ընթրիքին առաջարկվում է եփած ոսպ կամ սիսեր, թխած բանջարեղեններ, հավանաբար ջեռոցում եփված դդմիկ գազար սմբուկ ու կանաչի, բուսական երկաթ պլյուս թեթև ընթրիք։ Ես կփոխարինեի այստեղ ընթրիքին ոսպը եւ սիսերը, որովհետեւ չնայած իրանք բուսական սպիտակուցի աղբյուր են, նաեւ պարունակում են ածխաջրեր, որոնք որ ամեն դեպքում երեկոյան ժամին նման խնդիր ունեցող մարդուն այդքան էլ ցանկալի չի։ Ես այստեղ կավելացնեի մսամթերք, բայց սպիտակ միս, այսինքն թռչնամիս, ավելի թեթև տեսակները, բանջարեղենը դդմիկ գազար սմբուկ ջեռոցում շատ լավ համադրվում է, իր դեպքում մի փոքր գազարը, այսինքն այդ կրախմալային բանջարեղենները al dente անպայման կնշեի, այսինքն որ այդպես լավ չեփվի, կապ չունի խաշվում է թե ջեռոցում, որպեսզի միայն չմնա այդ այսպես կրախմալը, որը որ շատ արագ գլյուկոզան կբարձրացնի արյան մեջ, այսինքն այս պահն էլ պետք է նշել։ Ու փաստորեն ChatGPT-ն նաև առաջարկում է քնելուց առաջ երրորդ միջուտեստը մի բուր դդմի սերմեր կամ արևածաղկի սերմեր եւ բուսական թե։ Իհարկե սա ավելի այսպես անվնաս միջուտեստի տեսակ է մահնդրող մարդու համար, ճարպեր են մեծամասամբ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Մենք հասկացանք, թե արհեստական բանականությունն ինչ սխալներ կարող է թույլ տալ։ Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ հաղորդման հյուրը կլինիկական սննդաբան Ժասմենա Չախալյանն էր։ Իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամներ։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։